Բարի գալուստ, լրագրող, քաղաքական մեկնաբան Արման Գալոյանի YouTube-յան ալիք։ Այսօր ձեզ հետ կխոսենք օրեր շարունակ հայաստանյան քաղաքական դաշտը փոթորկած, հասարակության գերակշիռ մեծամասնության հիացմունքը հարուցած, բայց իշխանությունների կողմից խստորեն քննադատության արժանացած մի իրադարձության։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Էջմիածին այցի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման մասին։ Ու ընդհանրապես կուզեին խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի որպես պետական գործչի մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին այցը Էջմիածին եւ հանդիպումը ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւս մեկ անգամ վկայեցին նրա պետական գործչի որակների մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել վեհափառ հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։ Սակայն այս քայլը չէր սահմանափակվում միայն մայրաթոռին կամ եկեղեցուն աջակցությամբ։ Այն միանշանակ ուղերձ էր նաև պետության, Հայաստանի Հանրապետության եւ պետականության հիմնադրույթներին ուղղված սատարում։ Այդ հիմնադրույթները հստակ ձևակերպված են ՀՀ սահմանադրության մեջ։ Այդպիսին են իսկական պետական գործիչների քայլերը։ Նրանք առանձնանում են ոչ թե խոսքերով, այլ գործողություններով։ Եվ այս քայլը եւս մեկ անգամ վկայություն է այն մասին, որ երբ պետականության հիմքերը փորձում են խարխլել, իսկական պետական մտածողությամբ գործիչները հանդես են գալիս դրանց պաշտպանությամբ։ Լևոն Տեր-Պետրոսյանի պետական մտածողությունը հատկապես հստակ է երևում ճգնաժամային պահերին, երբ նա սեփական քաղաքական դիրքորոշումներն ու անձնական հակասությունները ստորադասում է պետական շահին։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, չնայած նրան, որ ընդամենը 1.5 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ իր դեմ իրականացվել էր պետական հեղաշրջում եւ ինքը ստիպված էր եղել հրաժարական տալ, Տեր-Պետրոսյանը կոչ արեց համախմբվել գործող նախագահի շուրջ եւ թույլ չտալ ներքաղաքական ապակայունություն։ Այդ պահվածքը ոչ թե զիջում էր, այլ խորքային պատասխանատվություն։ Նույն տրամաբանությամբ էր առաջնորդվում նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, հանդիպելով իր հիմնական քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանին։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում էլ, չնայած հանրային պոպուլիզմին հակադրվող դիրքորոշման բարձր գնին, Տեր-Պետրոսյանը բացահայտ շեշտեց Արցախի խնդրի կարգավորման հրամայականությունը գիտակցելով դրա կարևորությունը պետության անվտանգության եւ ապագայի տեսանկյունից։ Նա առաջնորդվում էր ոչ թե հանրաճանաչություն ապահովելու, այլ պատասխանատվությամբ, պետականություն առաջնահերթ համարելով ցանկացած քաղաքական իրավիճակից։ Նույնպես Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ ճգնաժամային պահերին հանդես է եկել պետության կողմին։ Դրա վկայությունն է պատերազմի օրերին նրա որդեգրած պատասխանատու մոտեցումը, ինչպես նաև պատերազմից հետո Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների կաթողիկոսի մոտ կազմակերպված հանդիպման ընթացքում իր նախաձեռնությունը հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ եւ համագործակցել երկրի առջև կանգնած մարտահրավերներին դիմագրավելու հարցում։ Տեր-Պետրոսյանի նախկին թիմակիցների գնահատականը ամբողջացնում է այս գործչի քաղաքական էությունը։ Տեր-Պետրոսյանի գործունեությունը մշտապես ուղղված է եղել ոչ այնքան տվյալ պահին ստեղծված իրավիճակին, այլ հայ ժողովրդի պատմության ընթացքում փոխելուն։ Այս բնութագրումը առավել ամբողջական է դառնում մի այլ դիտարկմամբ։ Իդեմս առաջին նախագահի գործ ունենք պետական ստրատեգիական մտածողության տեր եւ այդ մտածողությունը իրագործելու ընդունակ բացառիկ գործչի հետ։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը։ Դուք կարող եք հավանել մեր տեսանյութը եւ բաժանորդագրվել YouTube-յան ալիքին։ Հաջողություն։